Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 19-ի համար։ Օրը երկուշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 19-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոչ է գաղտնիք կբացահայտվի, նաև գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն, հաղթանակ կարող եք ունենալ ոմանք ուսման մեջ, ոմանք քննություններ կարող եք լավ հանձնել, ոմանք կարող են պետական հիմնարկության հետ դա կապված լինել, այնտեղ դատական գործ է եւ այլն։ Ինչ-որ մի հարցում հաղթանակ է դա։ Որոշ գործեր կարող են ավարտվել, վերջանալ, գնալ ձեզանից։ Նաև որոշ հարցեր կարող եք լուծել եւ ավարտել, այդ հարցերին այլևս չանդրադառնալ։ Եվ օցեր կամ բամբասանք այդ օրը խոսակցություններ կամ ձեր կողքը ուրիշից կամ ձեր մասին կարող են նաև բամբասել։ Եվ երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ են յուրաքանչյուր բան երեխաների հետ կապված է, այստեղ բավականին շատ օրինակներ կարող եմ բերել հղիությունից մինչև եւ ավելի մեծ։ Այստեղ կարող է ծննդաբերություն է, որը որ շատ հաջողությամբ է ընթանում, շատ բաներ կան։ Կարող է երեխաներն են քննությունները շատ լավ հանձնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 19-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոմանք կամ նվերներ կստանան, կամ դուք նվերներ կպատրաստեք ինչ-որ մեկի համար, ինչ-որ բան է, որը ձեզ համար նվեր է լինելու, այդպես, ոչ թե ֆիզիկական նվեր։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, հանդիպում, շփում ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, տան հետ կապված ոչ իրադարձություններ են, ոմանք կարող է տուն եք մաքրում կամ ոչ է գործողություններ եք անում տան հետ կապված, վերանորոգում, տեղափոխություն, նաև հարցեր եք լուծում տան հետ կապված, կարող է ինչ-որ գլոբալ խնդիր է։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, ոչ է հարցում հաղթանակած դուրս կգաք եւ այդ process-ը ձեր կյանքից կգնա։ Կարող է հենց տան հետ է կապված, կարող է եւ մեկ այլ բան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 19-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օր ունեք ժամադրություն, ոմանք սիրային, ոմանք ուղղակի, մա ինչ որ մեկի հետ կամ ձեր սիրելիի հետ կամ ոչ թե սիրելի, այլ հարազատ մարդկանց հետ, հա, ում հետ որ կարող պայմանավորվել։ Այդ օր ինչ որ մեկից հիասթափվում եք կամ ինչ որ բանից կարող եք հիասթափվել կամ ինչ որ մեկը այնպես անի տխրեք։ Նաև հանդիպում շփում ձեզ համար շատ հավատարիմ, մտերիմ անձնավորության հետ, մոտ եք համարում, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, օրվա վերջ կամ շուտ եք քնելու կամ ավելի ուշ։ Եվ ոմանց համար սա նաև ինտիմ հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 19-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը սուտ կամ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի հարցում ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չխաբեն այդ օրը։ Նաև ինչ-որ մեկիդ կամ վիճում եք, վերջում երջանիկ եք, որովհետև ասում եք այն ինչ-որ մտածում եք իր մասին, կամ սա տուն եք մաքրում, որ վերջնական արդեն տեսքը պատրաստ է ու բորգան ավարտված է և պես նայում եք, հիանում եք ձեր կատարած աշխատանքով։ Բայց համենայն դեպս տխրում եք այստեղ ինչ-որ մեկից հիասթափություն է նաև, կամ այդ երջանիկ ինչ-որ պահ է, որը ձեզ երջանկացնում է, բայց հետո ինչ-որ մարդիկ են ձեզ հետ վիճում և տխրում եք, ոնց որ ասում է հարամ են անում ձեր երջանիկ այդ պահերը։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադիր եղեք, որպեսզի ինչ-որ մի տեղ չուշանաք, որտեղ որ գնում եք, կամ ժամերով ինչ-որ մի տեղ կմնաք։ Նաև ոմանց համար այստեղ սիրային թաքուն հարաբերություններ է, ոմանց համար սիրային եռանկյուն հարաբերություններ է, բայց որ կարող եք հանդիպել, նաև սա թաքուն գործողություններ են, կամ ձեր հանդեպ է դա կատարվում, կամ դուք եք անում, դե թաքուն գործողությունները դա նաև կարող է լինել անակնկալ է, սյուրպրիզ է այդպես։ Եվ հանդիպում, շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, և որոշ հարցեր կարող եք լուծել, ավարտել, կամ ինքը կօգնի ձեզ, կամ կարող այդ հարցերը իր հետ էր կապված և լուծում եք, ավարտում եք ի վերջո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, բայց սուտը մի մոռացեք։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 29-ին, 19-ին, 29-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը սուտ կա, ուշադիր եղեք։ Նաև բամբասանք այդտեղ կարող է լինել, կամ ձեր հասցեին, կամ ձեր շրջապատում, ինչ-որ ձեր կողքը ուրիշ մարդկանցից բամբասեն։ Նաև ոմանք շատ աշխատանք կունենան անելու այդ օրը, ոմանք պատվերներ կարող են գրանցել, աշխատանքի ընդունվել, խոսել պետական աշխատողի հետ, նաև բիզնեսում, ինչ-որ առաջ խաղացում, կամ կզբաղվեք այդ բիզնեսի հետ կապված գործերով, ինչ-որ մեկի հետ կարող եք խոսել ուղղակի աշխատանքի մասին։ Նաև այստեղ ուշադիր եղեք, սուտը կարող է աշխատանքի խոստացել և չկա։ Հեռախոսազանգ այդ օրը կունենաք, նաև որոշ հարցեր են, որոնք որ դուք անում եք, ձեզ հետ կատարվում է յուրաքանչյուր ամիս, այդ օրը ևս կարող է կատարվել, և բացի դա էլ դա կարող է լինել վերջին մեկ ամսվա որևիցե իրադարձության ավարտը, կարող է աշխատանքն եք ավարտում ի վերջո։ Եվ այստեղ սուտը կարող է լինել նաև գումարի մեջ, կարող է ուզում են ապրանքը ուղարկեք, հետո նոր գումարը ստանաք, համար մի քիչ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։
Ինչ է սպասվում կույսերին մայիսի 19-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը որոշ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք, որոշ գործեր այն ինչ որ մնացել էր, նաև հույսով լցված եք, այստեղ ինչ որ մի բանում հիասթափված եք եւ կարող դրանից է այդ հույսերը կարող է խոստացել են գան, չկան կամ ինչ որ մի բան է, որը ձեզ հույսերի հետ է կապված հետո։ Նաև ոմանք կընդունվեն աշխատանքի այդ օրը, ոմանք շատ աշխատանք կունենան, պատվերներ, նաև հանդիպում շփում պետական աշխատողի հետ, հարցազրույց, բիզնեսը ինչ որ ձևով առաջ կտանեք եւ գումար կստանաք, կարող աշխատանքը անում եք, ավարտում եք եւ ձեզ գումար են տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 19-ին։ Հարգելի կշարքներ, այդ օր ունեք երջանկություն, սեր, ոմանք կսիրահարվեն, ոմանց այդտեղ սիրելիի հետ կարող է կապված լինել ինչ որ մի բան, սիրահարվեք, ձեզ երջանիկ զգաք, ձեզ սեր խոստովանեն, դուք սեր խոստովանեք ի վերջո եւ ձեզ երջանիկ զգաք, որ ի վերջո կարողացեք այդ մարդուն ասել ձեր զգացմունքների մասին, բայց ինչ որ մի բան այստեղ ձեզ հիասթափեցնում կամ տխրեցնում, կարող է դրա հետ բացարձակ կապ չունի։ Այդ սիրային թեմայի եւ այլն ինչ որ մեկը կարող է լինել ձեզ տխրեցնել, ինչ որ բան տխրեցնել, ինչ որ մեկը մի հատ արտահայտություն անի, դա ձեզ տխրեցնի։ Նաեւ այդ օրը հանդիպում շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ եւ կարող է իրար հետ ինչ որ հարցեր լուծեք, իրար հետ ինչ որ որոշում կայացնեք, ինչ որ գործեր անեք, ավարտեք, վերջացնեք։ Նաեւ այդ օր ունեք գործնական հանդիպում կամ շփում։ Դա կարող է լինել նաև հարցազրույցը, դա կարող է լինել նաև ինչ կախված է թե եթե բիզնես ունեք, բիզնեսի հետ կապված այնտեղ քննարկումներ եւ այլն։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 19-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոմանց սեր խոստովանեն կամ դուք սեր խոստովանեք ինչ-որ մեկին, նաև սիրված կզգաք ձեզ, օրը երկակի է դեպ, և նա կա, և նա, և տխրություն, և ուրախություն, առավոտյան նաև ինչ-որ մի բան կարող ձեզ տխրեցնել, հյուր կարող եք գնալ կամ հյուր կարող եք գալ, կարող դա է ձեզ տխրեցնում, ինչ-որ մի ձևով ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, ինչ-որ մի բառից կարող եք հիասթափվել, բայց օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզ հենց է կախված, ինչպես կընդունեք, ինչ կանեք, հետո կպատասխանեք այդ մարդուն, թե ինչ կանեք, կթողնեք ինքնին տապակվի, նաև նվեր, դա որ ասեցի, ուրեմն մեկը նվեր կստանա, նաև նամակ կարող եք ստանալ կամ գրել ինչ-որ մեկին, այդպես, բացի դա էլ փաստաթուղթ կարող եք ստանալ, տեղեկատվություն, եթե ինչ-որ բան եք պատվիրել, կարող եք գալ հասնել, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանք կընդունվեն այստեղ հստակ աշխատանքի, եթե փնտրում եք գնացեք, նաև աշխատանքում հաջողություն, որը ձեզ կուրախացնի, կարող պաշտոն են տալիս, կարող ինչ-որ մի ձևով գովասանքի խոսքեր են ասում ձեզ, դա է ձեզ ուրախացնում, դա է ձեզ մոտ հաջողություն, որտեղ դուք այդ գործը շատ լավ եք արել և իրենց այն դուր է գալիս, բիզնեսում հաջողություն, մի խոսքով այն ինչ-որ կանխված է նաև պետական հիմնարկության հետ, դա ևս, այդտեղ հաջողություն կունենաք։ Եվ հեռախոսազանգ, կարող եք զանգարել, հետո պատմել ինչ-որ մեկին, այն իրավիճակները, որոնք որ կատարվել է այդ օրը ձեզ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 19-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ մի բան կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, կարող է գնում է, առիթ է, հնարավորություն է ձեր ձեռքից բաց եք թողնում, կամ ինչ-որ բան է, որը որ դուք ինքներդ եք անում, ավարտում և արդեն գնում է ձեզանից։ Նաև այդ օրը ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հանդիպում շփում ձեզ համար շատ հավատարիմ մտերիմ անձնավորության հետ, նաև սա դիմացինի հավատարմությունն է ցույց տալիս ձեր նկատմամբ, եթե ինչ-որ կասկածներ ունեք։ Որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք այդ օրը եւ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե երևի ընդ ինչքան գործ կանեք, ինչ կանեք, ինչպես կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այստեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այստեղ ջուրներին մայիսի 19-ին։ Հարգելի այստեղ ջուրներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք կամ դուք կզանգահարեք, նաև հաջողության արդյունքներ, սա կարող է լինել ձեզ համար ինչ-որ շատ կարևոր բան է, կարող է հեռախոսազանգն է շատ կարևոր, բայց նաև այստեղ ունեք տխրություն, կամ սա տխրության արդյունքներն են, կամ հաջողության արդյունքներն են, ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, ինչ-որ բանից կարող եք հիասթափվել, հուզվել նաև, ինչ-որ միտեղ հաջողություն ունենալ և այդ հուզմունքի ոչ թե արտասվել, պարտադիր չի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 19-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը երեխաների հետ կապված, որ ձեր իրադարձություններ ունեք, նաև կարող է դա ձեր մտերիմ ընկերոջ, ընկերուհու երեխաներն են, իրենց հետ է կապված, որ ձեր արարողություն ունեն և պետք է գնաք,
Ամենայն դեպս դուք այստեղ մի փոքր տխրություն կա, մի փոքր հիասթափություն, չգիտեմ ինչից է դա, այդ ինչ որ մի բան է նաև կարող տխրել, արտասվել այստեղ, կամ հուզվել, կամ հիասթափվել ինչ որ մեկից եւ այդպես հուզվել։ Նաև այստեղ ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կարող են գալ ինչ որ մարդիկ եւ հույսն դել եք ինչ որ մեկի վրա կամ ինչ որ մի հարցում հույսով եք լցված ու հույս ունեք որ լավ կլինի, հույսով եք որ այդ ճանապարհը օրինակ լավ կլինի, ինչ որ բաներ են, որը մարդը հույսով լցված է։ Այսքանը ինչ որ խառը օր է, չգիտեմ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 19-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդկանց հետ, բայց այստեղ սպասում եք ավելի շատ, կարող ուղղակի երկար սպասել, հետո հանդիպել։ Տհաճ պահեր կան, կարող գրել իրենց, կարող են իրենք ձեզ գրել, կարող ուշանում են, դա է, բայց ամենայն դեպս հանդիպումը կկայանա։ Այդ օրը նաև ուշադիր եղեք, որպեսզի ձեր ձեռքից ինչ-որ բաներ բաց չթողնեք, ինչ-որ հնարավորություններ, ինչ-որ պահեր, նաև կարող աշխատանքի հետ է դա կապված, իսկ ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, պատվերներ, գործ ունեն, այդպես։ Նաև հանդիպում շփում պետական աշխատողի հետ եւ բիզնես, եթե ունեք բիզնեսը, կարող եք առաջ մղել։ Նաև վեճ կամ մաքրում եք։ Այստեղ կարող է աշխատանքի վայրն եք մաքրում եւ ինչ-որ բաներ եք անում, դուրս նետում։ Կախված է, թե ինչ կա ձեզ մոտ, ինչ եք անում, ոմանք կարող չեն աշխատում եւ փնտրում են դեռևս աշխատանք, գնում եք աշխատանքի վայրերը, այդպես գնում եք, որպեսզի փնտրեք։ Բայց այստեղ կարող է ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց թողնեք եւ հետո վիճեք։ Կարող է ինչ-որ մեկին եք լսել եւ իր պատճառով կարող նաև աշխատանք եք բաց թողնում եւ վիճում եք իր հետ վերջում, որ լսեցիք իրեն կամ ինչի նման բան ասեց եւ այլն։ Ինչ որ պահեր են այստեղ։ Այսքանը ձեզ համար։ Ոմանք ուղղակի տուն կարող են մաքրել։ Մաքրում եք տուն եւ սպասում եք ինչ որ մարդու որ գա։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։